Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով բնակիչների կրած վնասներին։ Պապոյանը Արարատի մարզպետի, Արտաշատ համայնքի ղեկավարի ու վնասի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամների հետ եղել է Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան եւ Ջրաշեն բնակավայրերում։ Նախարարը ներկայացրել է պետական աջակցության առկա գործիքակազմը եւ վստահեցրել, որ էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի ուսումնասիրելու եւ կիրառելու կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումներ, այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։ Պապոյանը շեշտել է, որ իր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսել է համայնքների բնակիչներին, հասկանալ, ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական եւ նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը եւ դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները, նշել է նախարարը։ 13% գումարային 11% քանակային աճ։ Հունվար մարտին Հայաստանում իրացման շրջանառության ցուցանիշն է։ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալով 3 ամսում մեր երկրում ՀԴՄ-ներով եւ հաշվարկային փաստաթղթերով 177 միլիոն 552 հազարից ավելի գործարք է եղել։ Գումարային ծավալը 3 տրիլիոն 289 միլիարդ դրամ։ Ուշագրավ միտում կա ՀԴՄ-ներով գործարքների առումով, չնայած որ գործարքների մեջ դեռ գերիշխում է կանխիկ առևտուրը, այս տարվա հունվար մարտին այն անկում է գրանցել։ Եթե համեմատենք 25 թվականի առաջին երամսյակը 24 թվականի առաջին երամսյակի հետ, ապա անկանխիկ գործարքների աճ ունենք 25%-ով։ Ու իհարկե կանխիկ գործարքների մասով ունենք նվազում 7%-ի չափով։ Չնայած որ ընդհանուր հանրագումարում արձանագրվել է աճ, առևտրի աճը խոսում է բարձր պահանջարկի մասին, արձանագրում են մասնագետները։ Մյուս կողմից նաև անկանխիկի ավելացումը ստվերի նվազման է բերել։ Ամեն դեպքում կանխիկը դեռ մեծ կշիռ ունի ՀԴՄ-ներով գործարքներում, նկատում է Վրեժ Մխիթարյանը, չնայած եթե համեմատենք 2024-ի առաջին երամսյակի հետ, անկանխիկ առևտուրը 30%-ից արդեն հասել է 36.4-ի։ Այս տարի առաջին երամսյակում մեծ տեղ է զբաղեցնում հավաքագրված հարկերը մանրածախ ոլորտում եւ բնականաբար, եթե առևտուրը իրականացվում է անկանխիկ, դա կարող ենք փաստել, որ այդ տիպի շրջանառություններում ստվերը գրեթե բացակայում է։ Տարբերակվում է նաև միջին կտրոնի արժեքը։ Կանխիկով 1 կտրոնի միջին արժեքը 3425 դրամ է, անկանխիկ վճարման դեպքում 5128 դրամ։ Հունվարի 1-ից Երևանի համայնքային երաժշտական, արվեստի եւ կերպարվեստի դպրոցների մանկավարժական եւ վարչական կազմի աշխատավարձը բարձրացել է շուրջ 30%-ով։ Այդ նպատակով Երևան համայնքի բյուջեից այս տարի տրամադրվել է հավելյալ 500 միլիոն դրամ։ Վերջին անգամ այս ոլորտին անդրադարձել եղել 2020 թվականին, ինդեքսացիա էր ենթարկվել շուրջ 25%-ով, ընդհանուր առմամբ 4 տարիները եթե ամփոփենք, 45-50%-ով բարձրացել է ոլորտի աշխատակիցների, մանկավարժական եւ վարչական կազմի աշխատավարձերը։ Արվեստի դպրոցների տնօրենների գնահատմամբ աշխատավարձերի բարձրացումը կարևոր քայլ է դպրոցներում կրթության որակի ապահովման համար։ Կարևոր նախաձեռնություն էր, որը էապես ազդելու է մեր ոլորտի աշխատակիցների, երաժիշտների, արվեստագետների, ովքեր դասավանդում են երաժշտական եւ արվեստի դպրոցներում, գործ ունեն երեխաների, մատաղ-սերնդի հետ, նրանց սոցիալական խնդիրների լուծման հարցում, նրանց սոցիալական պաշտպանվածությունն է մեծացվել։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 26 երաժշտական, արվեստի եւ կերպարվեստի դպրոցներ։ Փետրվարի 1-ի դրությամբ դպրոցներում շուրջ 9500 աշակերտ է սովորում։ Յուրաքանչյուր տարի քաղաքային իշխանությունն այս ոլորտում մոտ 4 միլիարդ դրամի ներդրում է իրականացնում։ Աշխարհում ամենաշատ դոլարային միլիոնատերերը Նյու Յորքում են 384.500 մարդ։ Միջազգային Henley & Partners ընկերությունը հրապարակել է ամենաշատ միլիոնատերեր ունեցող 50 քաղաքների ցանկը։ Երկրորդ տեղում Սան Ֆրանցիսկոն է, այստեղ 342.500 միլիոնատեր կա։ Հաջորդում են Տոկիոն, Սինգապուրը, Լոս Անջելեսը։ Տասնյակում են նաև Լոնդոնը, Փարիզը, Հոնկոնգը, Սիդնեյը, Չիկագոն եւ Միլանը։ Մեծ զարգացում մենք տեսնում ենք այն քաղաքներում, որտեղ որ տեղի են ունեցել մեծ տեխնոլոգիական զարգացումներ, այսինքն մեծ տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ենք այնտեղ տեսնում եւ դրանով պայմանավորված տեսնում ենք, որ այնտեղ կան մեծ կարողություն ունեցող անհատների մեծ քանակ։ Եվ ինչպես ասեցի, հարկային ռեժիմները ու հարկային փափուկ կամ կարող եմ ասել անգամ ուղղակի պարզ ռեժիմներ է, հասկանալի ռեժիմների առկայությունը։ Նմանատիպ օրինակ շատ լավ օրինակներ է Դուբայը,
Մայամին, Սինգապուրը։ Սենտի միլիոնատերերի թվով եւս առաջատարը Նյու Յորքն է, 818 հոգի այստեղ 100 միլիոն եւ ավելի դոլար ունի։ Սակայն միլիարդատերերի թվով Սան Ֆրանցիսկոն է առաջինը, 82 միլիարդատեր կա այդ քաղաքում։ Վերջին 10 տարում միլիոնատերերի ամենամեծ աճը եղել է Չինաստանի Շենժեն քաղաքում 142%, հասնելով 50,800-ի։ 108%-ով աճել է այդ երկրի Հանգժու քաղաքի միլիոնատերերի թիվը, հասնելով 32,200-ի։ Երրորդը Դուբայն է, 2014-ից 102%-ով ավելացել է միլիոնատերերի թիվը, դառնալով 81,200։ Միլիոնատերերի գործունեության վայրերը ուղիղ կապված են աշխարհի տնտեսությունների հետ։ ԱՄՆ-ն առաջատարն է եւ ԱՄՆ-ն աշխարհի առաջի տնտեսությունն է։ Չինական քաղաքներում նույնպես նկատվում է նույն բանը եւ մենք տեսնում ենք, որ Չինաստանի զարգացումը տնտեսական ինչ ցուցանիշներ է ցույց տալիս եւ դրան համապատասխան մենք տեսնում ենք մեծ կարողություն ունեցող անհատների թվականակի մեծ ավելացում։ Եվ Հնդկաստան։ Հնդկաստանի Բանգալոր քաղաքը օրինակի համար մեծ էլի ցուցանիշներ է ցույց տալիս եւ դա վերջի շրջանում, այսինքն հեղափոխական ցուցանիշներ է։ Թոփ 50 քաղաքներից ընդամենը 2-ում է վերջին 10 տարում միլիոնատերերի թվի անկում գրանցվել, Մոսկվայում 25% եւ Լոնդոնում 12%։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.6%-ով, կազմելով բարելի դիմաց $63.19 սենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.5%-ով, կազմելով բարելի դիմաց $60.22 սենտ։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3310։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ նվազել է 0.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $103,100։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 8-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 389 դրամ 25 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 439 դրամ 39 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 72 լումա։